Խոդացյան, մեր ազատության տեղեկություններով կան համայնքներ, որտեղ սուբվենցիոն ծրագրերը, այսպես ասած, գրություն է գնացել, որ տեղափոխեն հաջորդ տարի։ Օրինակ, կոնկրետ Կապանից ունենք նման պատասխան, որ գրություն է գնացել, որպեսզի այս տարվա սուբվենցիոն ծրագրերը տեղափոխեն հաջորդ տարի, ինչով է պայմանավորված։ Խոսքը բացառապես վերաբերվում է ժամկետի խախտումով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված սուբվենցիոն ծրագրերին, երբ որ մենք տարեսկզբին սուբվենցիոն աշխատանքների համար ժամկետ ենք սահմանում, ինչեւ օրինակ ապրիլի 1-ը, երբեմն ստիպված ենք լինում մայիսին, հունիսին ստացած հայտեր էլ դիտարկվել է տարվա ընթացքում շիր աշխատանքներ իրականացնելու համար, բայց այս process-ը անվերջ շարունակվել չի կարող եւ մի պահից առաջարկում ենք հավաքել այդ աշխատանքները արել հաջորդ տարի։ Դրանով է զուտ պայմանավորված։ Բացառապես դրանով է պայմանավորված, փոխվարչապետ Տիգրան Կապան հանդիմադիր համայնքապետեր ունեցող համայնքներ։ Վանաձորում ընդդիմադիր համայնքապետ չկա, Վանաձորում համայնքի ղեկավարը առնվազն ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունի։ Ինչ վերաբերվում է Կապանին, պիտի ասեմ, որ Կապանը Սյունիքի մարզում ամենամեծ ծավալի սուբվենցիոն աշխատանքներ իրականացնող համայնքներից մեկն է։ Այդ բոլոր աշխատանքները հաստատել եւ համաֆինանսավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ հետեւաբար, եթե մենք քաղաքական հայացքներով նայենք այս աշխատանքներին, այդ ծավալի աշխատանքներ չենք հաստատի։ Բացառապես դրանով է պայմանավորված, մենք 2026 թվականի ընթացքում ռեկորդային ֆինանսական կշիռ ունեցող հայտեր ենք հաստատել, որոնք վերաբերում են համայնքային ենթակառուցվածքների տարբեր ուղղությունների զարգացմանը, մանկապարտեզներ, ջրագծեր, գազատարներ, լուսավորության ցանցեր, այգիներ, բնականաբար ասֆալտապատման աշխատանքներ, խմելու եւ ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ եւ այս տարի առաջին անգամ իմիջիալոց որոշել ենք, որ 2027 թվականի սուբվենցիոն հայտերը կհավաքենք մինչեւ 2027 թվականի տարեվերջ, մենք այդ ընթացքում 2026 թվականի տարեվերջ, 2026 թվականի մինչեւ տարեվերջ կամփոփենք ամբողջությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը կանենք եւ հաստատվող հայտերի դեպքում արդեն համայնքները կկարողանան 2027 թվականի օրացույցային տարվա մեկնարկից սկսած շինաշխատանքներ իրականացնել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։